Բաստուրմաչոներ ջան, այսօր պատրաստելու ենք միասին եփած մարինացված բաստուրմա։ Մենք ունենք տավարի միս, փոքր կտոր ենք վերցրել, որտեղ մենք չորացնելու ենք չորանոցում, մարինացնենք, շատ հետաքրքիր բան ենք ստանալու։ Հիմա մենք կողքի յուղերը կառանձնացնենք։ Ահա միսը, տավարի միսը կես կիլոգրամ է մեզ մոտ։ Հիմա կպատրաստենք մարինադը։ Մենք ունենք այստեղ ներկանյութ, մսի համար հատուկ, բացել ենք արդեն ջրով։ 30 գրամ ունենք աղ, 5 գրամ սև բիբար, 5 գրամ կարմիր բիբար, 5 գրամ քիմիոն, 5 գրամ ունենք նիտրիտային աղ, 5 գրամ ունենք շաքարավազ եւ 1 լիտր ջուր։ Հիմա մենք կլցնենք ներկանյութը սկզբից։ Համեմունքները կխառնենք եւ կլցնենք ջուրը։ Համեմունքները լավ խառնում ենք։ Լավ լուծվեց մարինադը։ Միսը տեղափոխում ենք մարինադի մեջ։ Մարինադի մեջ մենք կպահենք 3 օր, հետո կհանենք չորանոցում կեփենք։ Մարինադից հանում ենք մարինացված տավարի միսը։ Համեմունքներից մենք այստեղ ունենք 3 գրամ գրիլ մաուս, 3 գրամ քիմիոն, 3 գրամ սև բիբար։ Հիմա մենք խառնենք համեմունքները իրար, շատ լավ է, եւ մարինադից կհանենք ահա միսը, շատ լավ է։ Հիմա կլցնենք համեմունքները։ Տեղափոխում ենք չորանոց միսը։ Հիմա միացնում ենք չորանոցը եւ դնում ենք 90 աստիճանի տակ 1 ժամ։ 90 աստիճան, 1 ժամից մենք փոխենք մյուս կողմը եւ կդնենք 75 աստիճանի տակ 6 ժամով կեփվի։ Վերջնական չորացրեցինք մարինացված միսը։ Ահա այսպիսի տեսք է ընդունել, լավ չորացրել ենք։ Կարող ենք չամանով թաթախենք, որ իր ընդհանուր տեսքը չամանապատ կլիներ, բայց այս անգամ մենք որոշեցինք պատրաստենք առանց չաման։ Ամբողջական մենք պատրաստեցինք համեմունքներով, հիմա կկտրենք։ Ահա մեջը։ Ինքը լավ եփվել է։ Տավարի հենց բնական անուշ հոտը գալիս է։ Տեսքը շատ սիրուն ստացել ենք, առանց չամանի, մարինացված համեմունքներով, ինքը եփված է, հում չի։ Տավարի մսով եւ համեմունքներով պատրաստած բաստուրման է, չորացրած։ Հիմա մենք ոնց որ միշտ ասել եմ, մեր ատամներն են, ինքը եփած միս է, շատ լավ ողկվում է։ Ինքը համարվում է դելիկատես, ընդհանուր դելիկատեսների ցանկին է պատկանում։ Դուք էլ պատրաստեք, անպայման կստացվի ձեզ մոտ։